Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլաքարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական վ.ան օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող Գյուլաքարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու եւ իր ծնողին ԱՄ-ին հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։ Այնուհետև ԱՄ-ն օգտագործելով կեղծ որոշումները 2021-ի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ վ.ան դեկտեմբերի 15-ին իր եւ ԱՄ-ի միջև կնքված գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում 4.250.000 դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք խարդախությամբ հափշտակելով հողամասերը։ Հողամասերը վերադարձվել են համայնքին։ Ապրիլի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան գետում դիկա ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցել է դիակին եւ այն ճոպանների միջոցով դուրս բերել անվտանգ վայր, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Վահանն է, ով որպես անհետ կորած փնտրվում էր ոստիկանության կողմից։ Ապրիլի 22-ին նահանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով Ստորգետնյա հորանում մնացել են աշխատակիցներ ու պացիենտներ։ Ստորգետնյա հորանում մոտ 230 մետր խորության վրա գտնվում է 46 քաղաքացի, փրկարարները գործարկված գեներատորի միջոցով հորանի վերելակով բոլոր 46 քաղաքացիներին հաջողությամբ դուրս են բերել։ Ապրիլի 22-ին նահանգ է ստացվել, որ Մեղրի Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։ Պարզվել է, որ Լադա Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Եղթևեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։ Ապրիլի 23-ին Երևանի Միասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդանի վարած Mercedes CLS Մակնիշի, 28-ամյա Կորյունի վարած Jaguar, 34-ամյա Տաթևիկի վարած Toyota եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվելի վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 23-ին Երևանի բնակիչ 25-ամյա Էրիկ Հակոբյանն իր վարած Տեսլա Մակնիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել Եղթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով եւ կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատն ու բախվել բետոնե պատնեշին։ Տուժածներ չկան, վարորդը եղել է ոչ սթափ։ Ապրիլի 22-ին Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 Mercedes VAZ 2121 եւ 2 ման Մակնիշի բեռնատարները, տուժածներ չկան։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին եւ փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաեւ հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ցակած կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող ցակող առարկայով հարվածել վերջին։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։ Ապրիլի 22-ին ժամը 16:40-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին Ապոյինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքից համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժինն են ներկայացրել 4 քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի սահմաններում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք առանց լիցենզիայի հատուկ տեխնիկայով իրականացնում են քանդման աշխատանքներ եւ հումքը բեռնատարներով տեղափոխում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի եւ 3 բեռնատարների վարորդները Ապոյինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։